Ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը արտակարգ թողարկում վերտառությամբ նյութ ուներ YouTube-ում, ասի տեսնեմ ինչ է պատահել, պարզվեց Նիկոլի նոր ազգային ժողովը սկսել է գործել եւ ընդդիմադիր կերպարով հանդես եկողները կրկին սուր, այսպես ասած, հարցեր էին հնչեցնում, քանի որ մենք տեսնում ենք, որ ընդդիմության դերում հանդես եկողները բացի հարցեր տալուց որևէ այլ գործողության ունակ չեն, ինչպես հասկացանք, քանի որ գործում է եկա տեսա վախեցա բանաձևը։ Դրան ուղղակի գումարվել են ավելի մանկամսուրային վիճակներ, որ օրինակ Ռուբինյանին, որ ազգային ժողովի նախագահի թեկնածու է ԿՊ-ից, հարց են տալիս, ասում են, որ դու Թուրքիան ֆելոշիփ իրամ թուրքերի հետ հարաբերվել ես, թե չէ, այնինչ այս հարցի պատասխանը այնքան տրիվիալ է, որ ակնհայտ է նույնիսկ 6 տարեկանի համար կամ 5 տարեկանի։ Մարդն էլ ասում է Անգլիայում սովորելուց եմ Թուրքիայի հետ հարաբերվել է հետո։ Ցանկացած հայ, որը երբևէ իր տնից դուրս է եկել, ոտը դուրս է դրել եւ սովորել է արտասահմանում, եթե իհարկե վախեցած չէր ինքն իրենից, իր հետքից, իր շվաքից, հարաբերվել է թուրքերի հետ։ Մենք հայերի խմբով, մենք էինք Թուրքիային հրավիրում մեր միջոցառումներին, իրենք էլ մեզ հրավիրում էին իրենց միջոցառումներին։ Եվ ինչ է դա նշանակում։ Դա ազգային ժողովում, երբ որ հնչեցնում է այդ հարցը Ռուբինյանին, ինչ եք դրանով հասկացնում ժողովրդին։ Ժողովրդին ամեն ինչ պարզ է։ Այն մարդկանց, որոնք չեն ընդունում այս իշխանությանը, ամեն ինչ պարզ է։ Պարզ է, որ նա նոր տարածքներ է զիջելու, պարզ է, որ նա բոլորը հասկանում են, Արցախը նա է զիջել Ադրբեջանին, ճանաչելով Ադրբեջանի մաս։ Այս ամեն ինչը պարզ է, բայց պարզ չէ, թե դուք ինչ եք անում ազգային ժողովում, եթե իրականում հայկական շահ եք ներկայացնում։ Ես արդեն սկսում եմ դրա վրա կասկածել։ Եվ սա լուրջ եմ ասում, ամենայն լրջությամբ։ Հայկական իրական ժողովրդի պայքարի հրապարակը այս պահին անգլուխ է եւ ներկայացված չէ որևէ կերպ ազգային ժողովով կամ այլ պետական մարմնով, ցավալիորեն։ Եվ հայ ժողովրդի պայքարի հրապարակը իրականում ունի առաջնորդ, բայց այդ առաջնորդներին դատարանի դռներով են քարշ տալիս։ Եվ նրան սատարող իբր թե ընդդիմադիրները չեն ուզում գիտակցել, որ ազգային ժողովներում, Նիկոլի ազգային ժողովում իրենք անելիք չունեն։ Եվ հետևաբար իրենք հրաժարվել են պայքարից, ընտրել են եկա տեսա վախեցա ճանապարհը։ Այս պայմաններում ժողովուրդը հանգիստ կարող է որևէ պետական մարմնի աշխատանքի չհետևել, ազգային ժողով կլինի, կառավարություն կլինի, որովհետև իր շահը ներկայացնող իր շահից հանդես եկողներ այնտեղ գոյություն չունեն։ Փաշինյանը կրկին զիջումների կգնա, Թուրքերի հետ հարաբերությունները փորձելով լավացնել ռուսների հետ վատացնելով, որովհետև իրական թուրքական օրակարգի հաջողությունը հենց այնտեղ է, որտեղ հայը սկսի ռուսին թշնամի ճանաչել, իբր թե Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհը կընտրի, բայց դա այն Եվրոպան է, որը Թուրքիա, Եվրոպա, ԱՄՆ նույն շահերից իրում են գործում, որտեղ Հայաստանը գործիքն է ընդդեմ Ռուսաստանի, եւ այստեղ որպեսզի այս բանաձևը աշխատի, հայը պիտի ռուսին թշնամի ճանաչի։ Սա է բանաձևը եւ ցավոք սրտի կրկնում եմ, որ որևէ ընդդիմադիր ուժ այսու հայկական շահ չի ներկայացնում, չգիտես թե ինչ են անում Նիկոլի ազգային ժողովում, ինչու համար են այնտեղ, եթե իրենք կարծում են, որ ներկայացնում են հայկական շահը, որովհետև Նիկոլի ազգային ժողովում հայկական շահեր չեն քննարկվում եւ դիտարկվում եւ հետեւաբար այնտեղ ըստ էության անելիք չպետք է լիներ հայկական շահեր ներկայացնող մարդու համար։ Եվ սա է, այլ ասելիք չկա, կրկնվելու իմաստ չկա, ամեն ինչ պարզ է։